Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Նախ Թուրքիայում թիմ ընտրությունները ունեն շատ կարևոր նշանակություն մեր քաղաքական կյանքում, իրենց քաղաքական մշակույթում լիովին այլ դերակատարում ունի եւ այս ընտրությունները իմ կարծիքով հետեւյալ առանձնահատկություններ ունեն։ Առաջին հերթին ընդդիմության տեխնացուները շատ ավելի մրցունակ եւ շատ ավելի հաջողությունների պատմություն ունեցող կերպարներ էին, որոնք արդեն գործող պաշտոնյաներ էին Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետերի պարագայում, որոնք կարողացել են adekvat արձագանքել հասարակության սոցիալական, գաղափարախոսական, տեխնիկական եւ տարատեսակ պահանջներին եւ քաղաքացին նաեւ գոհ է նրանց գործունեությունից որպես քաղաքապետ։ Իսկ իշխանությունը նմանատիպ ուրեմն տեխնացուներ չէր առաջադրել եւ ավելի շատ հույսը Էրդողանի կերպարի, Էրդողանի ռեսուրսների վրա էր, իսկ սա նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ չէր եւ քաղաքացիների մի մասը ուղղակի ընտրում էին իրենց համար կոմֆորտ իրավիճակ ստեղծող վարչարարի, որը տվյալ պարագայում Ստամբուլի քաղաքապետն է եւ Անկարայի։ Եվ իհարկե սա չի բացառում ընդհանուր դժգոհությունը իշխանությունից, բայց այդ ընդդիմության ստացած ձայների մեջ վստահաբար կա մի հատված, որը հենց հասարակության այն շերտն է, որը ընտրել է իր լիֆտը, իր շքամուտքը, այսպես ասած նորմալ ապահովող քաղաքապետի։ Երկրորդ հանգամանքը, որ ընդդիմության հանրապետական ժողովրդական կուսակցության գաղափարախոսությունը հիմա տրանսֆորմացիա է ենթարկվել եւ այն էլ նախկին քարացած գաղափարախոսություն չի, այդ գաղափարախոսության մեջ մի շարք նոր տարրեր են մտել, որոնք նաև հասարակության տարբեր շերտերի են գրավել իրենց կողմ։ Երրորդ կարևոր հանգամանքը, որ Ինչ նոր տարրերի մասին է։ Տարբեր սոցիալական տարրեր դեպի ձախ կողմնորոշում, աղբանողականության որոշակի սեգմենտ, ազգայնականության որոշակի հատված եւ այլն։ Իսկ իշխանության պարագայում իսլամամետ բուրգեց, այսպես ասենք, միասնական չգործեց եւ Էրդողանի խորհրդարանական դաշնակիցը իսլամամետ կրկին բարօրություն անունով կուսակցությունը հանդես եկավ ըստ էության Էրդողանի դեմ, ավելին ցույց տվեց, որ Էրդողանի իսլամական խոսույթը եւ Իսրայելի դեմ խոսույթը ըստ էության կեղծ է, որովհետեւ ցույց տվեց, որ իշխանությունը Էրդողանը քննադատում է Իսրայելին, Պաղեստինի հետ կապված, բայց Թուրքիայի ու Իսրայելի միջև առևտուրը, տնտեսական համագործակցություն, տարբեր պայմանագրեր շարունակում են մնալ նույն մակարդակի վրա, իսկ Թուրքիայում իսլամամետ հասարակության համար Իսրայելին պաշտպանելը դա միայն բացասաբար են կալում, հետևաբար Էրդողանի կողմ չքվեարկեցին նաև այն կարծր իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքացիները, որոնց համար Իսրայելի հետ համագործակցությունը անընդունել է եւ այդ է պատճառը, որ երրորդ տեղը զբաղեցնել է կրկին բարօրություն կուսակցությունը հենց հակաիսրայելական կամ ավելի դասական կարծր իսլամական քարոզչության քաղաքականության համար։ Իսկ Էրդողանը նաև այդտեղ է ձայներ կորցրել։ Ինչ վերաբերում է հետևանքներին, նախ ուզում եմ նաև նշել, որ հիմա կա ընդդիմության մեջ ոգևորություն Թուրքիայում, որ սա իրենց հաղթանակն է, հիմա ուզում են արտահերթ նախագահական խորհրդարանական ընտրություններ, այն ընտրությունները, որոնցում իրենք պարտվել են մի քանի ամիս առաջ իդեպ։ Այս էյֆորիան բնական է, քաղաքական տրամաբանությունից է բխում, բայց այստեղ կարևոր հանգամանք կա, որ չի կարելի միանշանակ ասել, որ սա ընդդիմության հաղթանակներ Էրդողանի հանդեպ։ Սա, ինչպես ասացի, տարբեր շերտեր ունի, տարբեր վեկտորներ ունի այս հաղթանակը եւ միանշանակ գնահատելը սխալ է, եթե հաշվի չես առնում քաղաքացիների սոցիալական պահանջները, եթե հաշվի չես առնում իսլամի հանդեպ նրանց տրամադրությունները, ուղղակի չոր հաշվարկով ասում ես ընդդիմությունը հաղթեց իշխանությանը, դա ամենևին ճիշտ պատկեր չի տալիս, որովհետև սա քեմալիզմի կամ աշխարհիկության հաղթանակը չէր իսլամի կամ էրդողանիզմի հանդեպ։ Հիմա նաև կա այսպիսի մի հանգամանք, որ հաղթողները կամ հաղթանակի տերերը արդեն իրար հետ են մրցում, թե
ում շնորհիվ է եղել այս հաղթանակը առանձին անհատների, թե կուսակցության գաղափարախոսության, թե այլ հարցերի, հետեւաբար ինչպես ասում են հաղթանակը ունի շատ ծնողներ, պարտությունը որբ է, հիմա այդ հաղթանակի շատ ծնողները Թուրքիայում իրար հետ սկսելու են մրցակցել, թե ում շնորհիվ է եղել հաղթանակը։ Իմ անձնական կարծիքով Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերի անձնական ֆակտորը, նրանց ռետորաբանությունը, ձիրքը եւ այլն ունեցել է ամենավճռորոշ նշանակություն։ Այստեղից կարող եմ բխեցնել նաեւ հաջորդը, թե ինչ կլինի դրանից հետո։ Ես չեմ կարծում, որ իշխանական բուրգը այս հարվածից այսպես կփլուզվի, բայց լրջագույն իհարկե հիմա վերարժևորման փուլ է սկսելու իշխանական բուրգի համար, բայց իմ կարծիքով պայքարը լինելու է հետ Էրդողանական Թուրքիայի համար, այսինքն Էրդողանից հետոյի Թուրքիայի համար եւ այս հարցում Էրդողանի ժառանգը կամ ժառանգները մեծագույն խնդիր են ունենալու ընդդիմության տեխնացիների հետ պայքարելու հետագա նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների։ Ավելի կոնկրետ ասեմ, եթե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հաջորդ ընտրություններում առաջադրվի նախագահի տեխնացու, ապա իշխանության որևէ տեխնացուի, այսինքն Էրդողանի որևէ ժառանգի համար լինելու է մեծագույն խնդիր հաղթահարել այդ խոչընդոտը։ Հիմա, այսինքն ես այսպես ասեմ, ուրվագծվում է հետ Էրդողանական Թուրքիայի քաղաքական պայքարի մոտավոր կոնտուրները։ Եվ երևի կանխելով ձեր հարցը ինչ նշանակություն կունենա Հայաստանի համար, այս ամենը այսպես կարող եմ ես ասել, գոնե երկու դիտարկում անենք, որ ակնհայտ է, որ իշխանությունը հիմա փորձելու ավելի շատ կենտրոնանալ ներքին սոցիալական խնդիրների վրա, որտեղ Էրդողանական իշխանության նաև Աքիլեսյան գարշապարը տնտեսությունն է եւ մարդիկ նաև դժգոհ են տնտեսական վիճակից, ավելի կենտրոնանալով ներքին սոցիալական խնդիրների վրա, չեմ ասում լիովին, բայց միգուցե արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ուշադրության որոշակի նվազում արձանագրվի, որոշակի։ Դա չի նշանակում, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվելու է, բայց քաղաքական առաջնահերթությունները կարող են փոխվել եւ երկրորդը, որ այս իրավիճակում կարելի է կանխատեսել, որ հետ Էրդողանական Թուրքիայում կլինի այլ քաղաքական իրավիճակ, այլ քաղաքական թելադրողներ, որոնց հետ բանակցելը, որոնց հետ հարաբերություններ ունենալը միգուցե լինի շատ ավելի տարբեր, քան կարծր հակահայկական եւ բռնատիրական այսպես բոլոր ֆունկցիաները իր մեջ ներառող Էրդողանի հետ։ Սա ուղղակի հիպոթետիկ վերլուծություն է, թե հետո Էրդողանից հետո ինչ իշխանություն կարող է լինել Թուրքիայում եւ եթե Հայաստանում լինի նորմալ իշխանություն, ոչ թե այս իշխանությունը, Թուրքիայի հետ շփման ինչ հնարավորություններ կարող են բացվել, բայց այս պահին ինչ որ կարող է Հայաստանին վերաբերել, իմ կարծիքով դա արտաքին քաղաքականության հանդեպ ուշադրության որոշակի նվազումը կարող է լինել տեսականորեն։